Փաշինյանն ասում է, որ վստահ է 2026-ին կստանա ժողովրդի բավական քվե եւ կշարունակի իշխանությունը, որովհետեւ իր ու ժողովրդի մեջ օրգանիկ կապ կա։ Դուք Փաշինյանի եւ ձեր մեջ այդ օրգանիկ կապը տեսնում եք։ Ինքը երբեք չի ստանա քվե։ Երբեք այն ժողովուրդը, որն է իրա քվեն ու դա իրա մագլավիներն են։ Ուրիշ ոչ ոք իրան քվե չի տա։ Ինքը ստոր արարած է, վերին աշան, այդպես ստոր հայ ժողովուրդը երևի առաջին նորցանել է։ Հերցագան, սդերն է, փչելով ման է գալիս, նա ալիվի թեմը կսած է ման գալիս, դգիչ բան է։ Հայ ժողովուրդը երբեք չի կռած է ուրիշ ժողովրդի թեմ։ Ձեգուս հեռու ժողովրդի, որ մեծ ժողովուրդ եղե։ Երբեք միշտ ուղիղ է մանեգե պարզ չագատ, իսկ ինքը ինչ է, գլխակները գտնի տարբեր չի է սազը, նա առաջերտին բդի կրթություն ունենար, ստանար, որը չի ստացե, վրընդել են, մերկու տարի սովորելուց հետո վրընդել են ինստիտուտից, նա անգրագետ վերին աշյանի, այ խոսմ լավ կարող է մորտել, կերտել, բան չունեմ, սելադիկ սորվել է, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ կլիներ, որ ժողովրդի ու իշխանավորի երկրի ղեկավարի միջև իրոք կապ լիներ։ Նոր որ Փաշինյանը իշխանության եկավ, այդ կապը կար, իրոք կար, ու դուք տեսակ ինչ ձևով կատարվեց այդ հեղափոխությունը, ինչ եղավ։ Իսկ հիմա մի քիչ շատ դաժան իրավիճակի ելնելով հայ ժողովրդի էությունից, ես շատ ինքս իմ կարծիքը այսպեսին է, ես կարող եմ սոված մնալ, բայց երբեք չեմ ընդունի, որ թուրքը իմ հողից թեկուզ մի սանտիմետր տանի,